Եվ այսպես ուշադրությունն ինչ է որոշում Թրամփը Կովկասյան տարածաշրջանի մասին, ինչ կորոշվի նաև Հայաստանի Հանրապետության ճակատագրի վերաբերյալ, մենք հույսներս դրել ենք եվրոպացիների վրա, այսօր Մակրոնը աշխարհի խնդիրները ունի։ Իրանք գտնվում են պատերազմի մեջ եւ դա չի նշանակում, որ եթե պատերազմը Ֆրանսիայի տարածքում չէ, Ուկրաինայի տարածքում է, ուրեմն այդ պատերազմը միայն ուկրաինացիներին է։ Փողը տալիս են, զենքը տալիս են, բացի երևի թե զինվորից, զինվորի մասին տեղեկատվություն չկա, բացի զինվորից ամեն ինչ տալիս են, այսինքն իրենք գտնվում են պատերազմի մեջ։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր հույսը դնել Եվրոմիության երկրների վրա, մանավանդ այն դեպքում, երբ որ միակ դաշնակիցը դա Ֆրանսիան է, եւ եթե Էմանուել Մակրոնի ժամկետը լրանա եւ նա գնա եւ գա ինչ-որ մեկը Թրամփի նման, մեր վիճակը ավելի վատ է լինելու։ Հիմա եկել է Թրամփը, ինչ ենք անելու, ինչ ենք որոշել։ Մենք նստել սպասում ենք, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Դոնալդ Թրամփը, որպեսզի մենք էլ մեր քայլերը անենք, մեր անվտանգությունը, տնտեսությունը ապահովելու նպատակով։ Դոնալդ Թրամփի ողջ քայլերը պարզ է՝ պատերազմ, տնտեսական պատերազմ դեռևս ընդդեմ Չինաստանի, որի ներքաշվում է նաև Ռուսաստանը, որպեսզի Ամերիկան ռուսների դեմ ուկրաինացիների կռիվը չօգտագործի եւ այդ պատերազմում Ռուսաստանը հաղթի, Ուկրաինան էլ այսպես ասած ստանա երաշխիքներ, որ ռուսները վաղը չեն հարձակվի, այսինքն այստեղ երկու պետությունների հարց լուծում է։ Ուկրաինացիներին պետքա, որ իրանք այսօր կռիվը կանգնի, վաղը չսկսվի եւ իրանք չմեռնեն։ Թրամփը դա ասում է ես կապահովեմ։ Պուտինին պետքա, որ ինքը 3 տարվա կռիվը տվել եւ զորքա ծախսել մեծ գումարներ, մեծ տեխնիկա, իրան պետքա, որ ինքը հաղթի եւ գրվի պատմություն։ Թրամփը ասում է ես այդ ապահովում եմ, բայց դու չես հարձակվում ուկրաինացիների վրա եւ մենք ստորագրում ենք մի քանի պայմանագրեր։ Այդ մի քանի պայմանագրերից մի քանիսը միանշանակ լինելու են ընդդեմ Չինաստանի եւ Միացյալ Նահանգները պատրաստվում է ընդդեմ Չինաստանի գործողությունների, որի մեջ ուղղակի թե անուղղակի ներքաշվելու է Ռուսաստանի Դաշնությունը, ուզի թե չուզի։ Որտեւ եթե չես ուզում, ուրեմն Ամերիկան ամբողջությամբ իր գործիքակազմը ներդնում է Ուկրաինայի ռազմական գործողությունների մեջ եւ Ռուսաստան հայտնվում է ծայրաստիճան վիճակում։ Բայց այսօր Ամերիկան գիտի թե ինչ անում, իր համար խնդիրը Ռուսաստանը չի, որտեվ Ռուսաստանը երբևիցե չի կարող խնդիր ստեղծել ոչ Եվրամիության, ոչ էլ Միացյալ Նահանգների համար։ Կես միլիոնանոց Եվրամիությունը վախենում է 140 միլիոնանոց Ռուսաստանից եւ խնդրում է Միացյալ Նահանգներից, որ Ամերիկան իրանց անվտանգությունը պաշտպանի, բայց կա 1.5 միլիարդից մինչև 2 միլիարդ հասնող բնակչությամբ Չինաստան, որից ավելի շատ կարելի է վախենալ թե տնտեսական առումով եւ թե ռազմաքաղաքական առումով։ Ռուսներին տալիս է Միացյալ Նահանգները Կովկասը եւ ռուսները չեն խառնվում հարավային Ամերիկայի գործերին։ Բրազիլիա, Արգենտինա եւ այլն այսքեզ երկրներում ռուսական ագենտներ չեն ներքաշվում եւ այս երկրներում մնում են Միացյալ Նահանգների ազդեցության գոտի, մանավանդ Պանաման, որպես Միացյալ Նահանգների, այսպես ասած, գլխավոր ուշադրության կենտրոն, քանի որ այնտեղ կա Պանամայի ջրանցքը, որը Միացյալ Նահանգները փորձում է օգտագործել եւ հիմա արդեն օգտագործում է առանց մաքսատուրքերի եւ փորձում է ինքը վերահսկել եւ վերահսկում է նաեւ, դա վերահսկվում է Չինաստանի դեմ։ Չինաստանի հարկերը շատանում են եւ Միացյալ Նահանգները տնտեսական պատերազմ է հայտարարել Չինաստանին։ Կովկասը հանձնելով ռուսներին Հայաստանի Հանրապետությունը այլևս չի կարող գնալ Ամերիկա ու ասել մեր հարցերը կարգավորեք։ Ամերիկան ասելու է գնացեք Մոսկվա, տարածաշրջանի գլխավոր պետությունը հիմա Մոսկվան է, եւ թող Մոսկվան որոշի, իհարկե սա Թրամփի օրոք, բայց ով գիտի, որ Թրամփից հետո հանրապետական, օրինակ Վենսը, Թրամփի փոխնախագահը չի ընտրվի եւ Թրամփի գործիքակազմը, ինչը որ գործում է այսօր, վաղը չի շարունակվելու։ Ով գիտի, դեմոկրատները կընտրվեն 4 տարի հետո, թե չեն ընտրվի։ Մենք մեր քայլերը պետք է անենք, չփչացնենք, չոչնչացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, աշխատել Եվրամիության այդ չափերի մեջ իհարկե, այդքան շատ չնվիրվել ոչ մի պետության եւ ամենագլխավորը Միացյալ Նահանգներում անընդհատ հիշեցնել մեր գոյության մասին, միգուցե դա մեզ համար մի օր մի լավ դուռ բացի։ Եվ այսպես ուշադրություն Հայաստանի վարչապետը Իրանի Իսլամական Հանրապետության պետական ալիքին տված հարցազրույցում ասեց հետևյալը, որ որևէ երրորդ ուժ
չի կարող Հայաստանի Հանրապետությունում վերահսկել ինչ-որ տարանցիկ միջանցքներ, խոսքը իհարկե գիտենք, որ վերաբերվում է նոյեմբերի 9-ի տխրահռչակ պայմանագրին, որտեղ որ իբր թե ասվում է, թե Հայաստանը համաձայնության է եկել, որ Հայաստանը պետքա ռուսական կողմին հանձնի այդ ճանապարհի վերահսկողությունը, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք, ինչպես անվանում են ադրբեջանցիները։ Հայաստանի վարչապետը բազմիցս շեշտել է, որ նման բան չկա։ Իրանի Իսլամական Հանրապետության պետական ալիքին տված հարցազրույցում ևս հաստատեց, որ դա որևէ ձև չի համապատասխանում իրականությանը եւ Հայաստանը որևէ տեղ թե բանավոր, թե գրավոր համաձայնություն չի տվել, որ ինչ-որ երրորդ ուժ կգա եւ Սյունիքում ինչ-որ ճանապարհ կվերահսկի եւ Իրանի երկար տարիների այս ընթացքում պատերազմից հետո անհանգստացությունը ևս էդ էր, որ իրանք անդադ փորձում էին հասկանալ, թե ինչա տեղի ունենում։ Իրանական կողմը Ռուսաստանին եւ Ադրբեջանին ներկայացրել է իր դիրքորոշումը, որը եղել է բացասական եւ Իրանը այն պետությունն է, որը կանգնեցրել է այս գործընթացը, որը սկսել էին ադրբեջանցիները եւ ռուսները։ Եթե չլիներ Իրանը, այսօր միգուցե մենք արդեն համաձայնել էինք դրան եւ միգուցե մեզ սպառնալիքի լեզվով հասկացրել էին եւ մեզ դրել էին փակուղու առջև, եթե չլիներ Իրանի այդ դիրքորոշումը, որը շատ քիչ պետություններ կան, որ այդպես կկանգնեն Հայաստանի կողքին այս հարցի շուրջ, միգուցե դա լինի Ֆրանսիան, միգուցե ուրիշ պետություն, բայց մենք գիտենք, որ առաջին տեղում Իրանն է եւ Իրանը իր համար դա կարմիր գիծ է համարում եւ չի կարող թե Թուրքիան, թե Ադրբեջանը, թե նույնիսկ Ռուսաստանը Իրանի հետ այս հարցի շուրջ կան որևէ պայմանավորվածության։ Ինչի է սա տեղի ունենում, տեսեք, Իրանի համար Հայաստանի Հանրապետությունը շատ կարևոր գործընկեր է։ Հիմա մարդիկ կասեն, դե Հայաստանը փոքր պետություն է, ինքը ոնց կարա Իրանի համար կարևոր գործընկեր լինի։ Տեսեք, հյուսիսային ճակատում, այսինքն Իրանի հյուսիսային սահմանները, որը Հայաստան, Ադրբեջան, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ, Ամերիկայի աջ ձեռք, այսինքն եթե ինքը մեզ մեղադրում է, Իրանը մեզ մեղադրում է Ամերիկայի հետ համագործակցելու մեջ, ապա Թուրքիան ոչ միայն համագործակցում է, այլ նաև Թուրքիան ունի ռազմական պայմանավորվածություններ, պայմանագրեր Միացյալ Նահանգների հետ եւ կոնկրետ սպառնալիք է Իրանի համար հենց Թուրքիան։ Ադրբեջանը Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է եւ հետեւաբար կրկնակի սպառնալիք Իրանի համար։ Հյուսիսային սահմաններում միայն Հայաստանի Հանրապետությունն է։ Իհարկե մենք շատ փոքր տարածքով ենք կպած Իրանին, բայց Իրանի համար դա ամենավստահելի ճանապարհն է դեպի Սև ծով։ Եվ այդ ճանապարհը չի կարելի վերահսկողության հանձնել ոչ Թուրքիային, ոչ էլ Ռուսաստանի Դաշնության։